Միշայի ոչխարները տեղից վեր չեն կենում։ Ամբողջ կյանքում Կոտայքի մարզում ոչխար պահած գյուղացին պնդում է, որ անհրաժեշտ դեղորայք ու բուժում արել է։ Կենդանիների վարքում փոփոխություն չի գրանցվել։ Փետրվարի 25-ից առ լրիվ այսինքն 3 հատով 4 հատով սատկում են։ Ոչխարների անկում միշտ էլ լինում է։ Մարմարիկի գյուղացիները անհանգստացած են, քանի որ խնդիրը մեկի մոտ չէ։ Նույն շրջանից 8 տնտեսություն է կորուստ կրել, մոտ 50 ոչխար է սատկել հունվարից հետո։ Ոչխարների հիվանդության նույն ախտանիշներն ունեն։ Աստիճանաբար կերից հրաժարվում, ոչ կարի ուտում, ոչ խոց, ընկնում նստում, անում կայնստում ենք 1-2, չի բան չի անում դու Տեղի բժիշկը գյուղացիների բարձրացրած աղմուկը ուշացած է համարում։ Ժամանակին տեղեկացնեին այդքան կորուստ չէր լինի։ Գյուղացիների լեզվով ասած, թե լերոզ ու քեփանակ հիվանդություններն են ախտորոշել։ Կենդանիները պարազիտով են վարակված։ Բժիշկը վստահեցնում է, ով իրեն լսել դեղերը ժամանակին տվել է, դրական արդյունք է գրանցել։ Իմ պրակտիկան ցույց է տալիս, որ այդ թելերոզի նշաններ են։ Դրա դեմ սկսել ենք բուժում անել։ Գյուղնախարարությունը մասնագիտական խումբ է գործուղել Մարմարիկ։ Նմուշները տեղում ուսումնասիրել են ու փորձաքննության ուղարկել։ Համաճարակ չկա, դրա վտանգը եւս։ Մասնագետները անկումը վերագրում են անասնապահների անփութությանը։ Պատճառը արոտավայրն է եղել։ Եթե աշնանը կենդանիների ճիճվատ հափումը ճիշտ ու ժամանակին կատարեին, ոչխարները առողջ կմնային։ 4 կենդանի հերձեցինք, 4-ին էլ նույն ուրեմն ինվազիոն հիվանդության հետևանք։ Այսինքն դա բացառապես խնամքի հետ կապված խնդիր է։ Գյուղնախարարությունը իրավիճակը կհսկի համայնքային անասնաբուժների օգնությամբ։ Փոխհատուցում չի լինի, քանի որ հիվանդությունները պետպատվերով վերահսկվող 11 հիվանդությունների ցանկում չկան։ Նազելի Գրիգորյան, Հարութ Հակոբյան, ժամը լրատվական։